Բարև ձեզ հարգելի դիտողներ, Factor TV-ի զրուցակիցը Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան։ Պարոն Հարությունյան, երբ վաղար շաբաթում ընտրությունների օրը հարցազրույցի հրավերն արեցի, նշեցիք, որ պատրաստ եք խոսել եւ անդրադառնալ բոլոր սուր հարցերին, որոնք էթիկայի սահմաններում կլինեն։ Ես այդպիսի բան չեմ ասել, բայց պատրաստ եմ։ ԿՊ շտաբի մոտ այդ խոսակցությունը եղավ։ Այնուհանդերձ, հենց էթիկայից սկսենք, այսինքն սուր հարցերին պատրաստ չեք պատասխանել։ Պատրաստ եմ։ Եվ էթիկայի հետ կապված, սկսենք պարոն Հարությունյան, իշխանության ներկայացուցիչներից շատերը, այդ թվում նաև դուք, բողոքում եք, դժգոհում եք ընդդիմության խոսույթից, ընդդիմության հետ փոխկապակցված լրատվամիջոցների խոսույթից, նշում եք, որ նրանք էթիկայի կանոններ են խախտում, բայց դուք ինքներդ հետևում եք իշխանության ներկայացուցիչների, այդ թվում նաև առաջին դեմքերի, պարոն վարչապետի գրառումներին, շատ հաճախ մեղմ ասած դրանք էթիկայի կանոններ են խախտում, այսինքն իշխանությունը, պետական պաշտոնյաները փոխանակ շփման հետ կապված էթիկայի բարձր նշաձող սահման են, շատ հաճախ իրենք են իջեցնում մակարդակը, սա ինչպես կմեկնաբանեք։ Ես կներք հիմա չեմ կարող շատ մեջբերումներ անել, որովհետև դա կլինի մեր լրատվամիջոցի էթիկայի խախտում, որովհետև մենք այդ հայտարարությունները չենք կարողանում երբեմն նաև հրապարակել։ Շատ լավ։ Նախ շնորհակալություն այս հնարավորության համար, մեծ սիրով ընդունել եմ այդ հրավերը, թեպետ երկար ժամանակ զբաղվածության պատճառով չէի կարողանում գալ, բայց կարծում եմ որոշակի հարցեր կուտակվել են, որոնց անհրաժեշտ է պատասխանել։ Ճիշտ եք նշում, մեր քաղաքական դաշտում որոշակի խնդիրներ կան։ Բանավեճի, քաղաքական խոսքի, այդ թվում նաև որոշ դեպքերում իշխանության ներկայացուցիչների կողմից։ Եվ կարծում եմ, որ դա քաղաքական մշակույթի որոշակի աստիճանի մասին է խոսում եւ մենք բնականաբար պետք է ջանք գործադրենք, որպեսզի այդ իրավիճակը շտկվի եւ եթե ուշադիր հետեւել եք իմ գործընկերների հայտարարություններին, եթե չեմ սխալվում, վարչապետն էլ է այս հարցի վերաբերյալ խոսել ազգային ժողովում, այո, որոշակի առումով այս իրավիճակը պետք է շտկվի եւ մենք քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչները պետք է որոշակի կանոնների հետևեն եւ կարծում եմ, որ այդ նշաձողի բարձրացմանը դուք արդեն հիմա վերջին շաբաթներին եւ ամիսներին ականատեսն եք լինում, ապագայում այդ նշաձողի ավելի բարձրացմանը ականատեսը կլինեք։ Իհարկե ընդդիմախոսների կամ այդ գայթակղություն ընդդիմախոսներին պատասխանել իրենց ոճով կամ այն պլինտուզային մակարդակով, որը նրանք սահմանում են, երբեմն բայց գնանք վարչապետի ներողություն, վարչապետը իր առնվազն մի գրառման համար ներողություն խնդրել է եւ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ քայլ է երկրի ղեկավարի կողմից հենց այդ նշաձող սահմանելու եւ ինչպես ասացի, ապագայում էլ կտեսնեք, որ մենք մաքսիմալ փորձելու ենք զերծ մնալ դրանից, մաքսիմալ չփորձելու ենք զերծ մնալ դրանից։ Պարզապես տեսեք, լինում են օրեր, որ Նիկոլ Փաշինյանը իր օրը սկսում է հայոյախոսությամբ, իր հայտնի գրառումները նկատի ունեմ, աշխատանքային հետո օրվա երկրորդ կեսին հայտարարում է, որ ինչ հայոյախոսություններ, խնդրում եմ մեջ բերեք։ Դե ձեզ համար ես նշեցի, որ Չէ, դուք ճիշտ չեք ասում, որովհետև առավոտյան սկսում են, խնդրում եմ մեջ բերեք։ Հայտնի ստատուսը, որ գրվեց, խնդրում եմ առավոտյան իր օրը տալիս Factor TV-ի Դուք չեք էլ կարող մեջ բերել։ Չեք կարող, խնդրում եմ մեջ բերեք։ Դուք չեք հիշում Նիկոլ Փաշինյանի գրառումը Սրբազանի եւ Քերակնոջ մասին։ Հիշում եմ, ասում եմ, բայց դա առավոտը դրանով չի սկսել եւ դա եղել է եւ եղել է, եթե հարց տվել եք, խնդրում եմ։ Չէ, օրինակներն եմ բերում։ Ես ասում եմ առանձին դեպքեր եղել են, բայց որ դուք ընդհանրացնում եք եւ ասում եք վարչապետը առավոտը սկսում է, դա այդպես չի եւ դա կեղծ պնդում է ձեր։ Չեն լինում այդպիսի օրեր։ Դա այսինքն այդ մի գրառում կաթողիկոսի ներկայացուցիչի ասածին ի պատասխան մեկ-երկու գրառում կարող եք սեռական օրգաններ ցույց տալը դրանք նորմալ է։ Մեկ-երկու գրառում կարող եք ասել, բայց պնդել այն լրագրողի կողմից որ առավոտը սկսում է հայ հոյախոսության, կարծում եմ
սխալ պնդում է եւ ճիշտ չէ։ Եվ օգնում են այդ եկեղեցի այցելելը դուք որպես կրթության նախկին նախարար այդ բառապաշարին երբ որ լսում եք առաջի դեպքի կողմից ինչպիսի զգացողություն եք ունենում։ Ես արդեն դրա վերաբերյալ ասացի եւ ասացի, որ դրանք որոշակի միջավայրում քաղաքական բանավեճի որոշակի իրավիճակներում արված հայտարարություններ են, որոնց մենք անդրադարձել ենք եւ ասել ենք, որ այո, երբեմն չէ, պետք է զերծ մնալ այդպիսի դրսևորումներից։ Պարոն Հարությունյան, անցած շաբաթ օրը մարզահամերգային համալիրը լեփլեցուն էր ԿՊԱ-ական եւ պետական ծառայողներով։ Հայաստանում առաջին անգամ կարծեմ անցկացվեց պետական ծառայողների համաժողով։ Այս փուլում ինչով էր անհրաժեշտ նման միջոցառում կազմակերպելը, որն էր դրա նպատակը։ Խորը համոզմունք ունեմ, որ սա զգալի ուշացած միջոցառում է եւ այսպիսի միջոցառումներ պետք է տեղի ունենային սկսած 2018 թվականից եւ կարծում եմ, որ մեր իշխանության եւ կառավարության ամենամեծ խնդիրներից մեկը եղել է այն, որ 18-ից մենք իշխանության գալով ավելի շատ ընկղմվեցինք ընթացիկ հարցերի քննարկմանը եւ ռուտինի մեջ, այսպես ասած։ Եվ չիրականացրեցինք որոշակի քննարկումներ, այդ թվում նաեւ պետական ապարատի հետ, գերատեսչությունների եւ մարմինների ներկայացուցիչների հետ, որպեսզի մեր քաղաքականությունները մշակելիս, քաղաքականությունները իրականացնելիս բոլորս մեկս մյուսից լավ տեղյակ լինենք եւ նույն էջի վրա լինենք։ Իհարկե դա այսպես եկանք այդ ամեն ինչին, որ լուրջ դժվարությունների, մաքարումների արդյունքում եւ հետևանքով, բայց կարծում եմ, որ նման քննարկումները պետք է հաճախակի լինեն եւ պատահական չէ, որ եթե վերնագրիրն էլ տեսել եք, առաջին համաժողովներ եւ մենք պատրաստվում ենք այդ համաժողովները շարունակական դարձնել։ Եվ հասկացաք, որ դրա կազմակերպման լավագույն ժամանակահատվածը նախընտրական փուլն է, պարոն Հարությունյան։ Նախընտրական փուլը դեռ շատ կա նախընտրական փուլին եւ ես կարծում եմ, եթե այդ տրամաբանությամբ գնանք, նախընտրական փուլը սկսվել է 2021 թվականի հունիսի 20-ի հաջորդ ընտրությունից հետո եւ լրագրողները երբեմն ցանկացած քայլ, որը արվում է իշխանության կողմից, կարող են մեկնաբանել նախընտրական տրամաբանության մեջ, ինչը եւ ճիշտ է եւ սխալ է։ Ես հույս ունեմ, որ վարչապետի աշխատակազմը լիարժեք պատասխաններ կտրամադրի, թե որքան է ծախսվել այդ գումարի միջոցառումը կազմակերպել համար, որովհետև Factor TV-ին հարցում են ուղարկել, բայց մինչ այդ պատասխանի եւ ամբողջությամբ։ Մինչ այդ տեսեք քննադատում են նշելով, որ Հայաստանը հիշեցնում է ոչ ժողովրդավար պետության այդ միջոցառմամբ, որտեղ բոլորը զգաստ կանգնած ծափահարում են Նիկոլ Փաշինյանին ելույթից առաջ եւ հետո եւ ընդ որում սահմանադրական անկախ մարմինների ղեկավարներ, գլխավոր դատախազ, մարդու իրավունքների պաշտպան, ԲԴԽ ղեկավար, սահմանադրական դատանի դատավոր մարդիկ, ընդդիմադիրներ, քաղաքասարքության ներկայացուցիչներ, զուգահեռներ տարան Հյուսիսային Կորեայի հետ, սա չի մտահոգում ձեզ, պարոն Հարությունյան։ Հյուսիսային Կորեայի դեպքում, եթե Հյուսիսային Կորեա լիներ, այսօրվա լսումները, որոնք ազգային ժողովում, անմակարդակ լսումները, որոնք տեղի ունեն ազգային ժողովում, պարզապես չեն լինի եւ շատ-շատերը որոշակի տեղերում կլինեն։ Մենք ապրում ենք ազատ, անկախ պետության մեջ, որտեղ հարգված են քաղաքացիական իրավունքները եւ պետական ապարատի եւ նման համաժողովների ֆորմատները մի բան են, այլ տիպի համաժողովները այլ ֆորմատի, այլ տրամաբանության են, դա եղել է պետության ղեկավարի զեկույցի հատվածը, որը դուք մատնանշում եք եւ ոչ միայն ուրեմն ժողովրդավար երկրներին բնորոշ մի հատ ուզում եմ օրինակ նայեք Միացյալ Նահանգների ղեկավարների ելույթները իրենց խորհրդարանում կոնգրեսում ամեն երրորդ նախադասությունից հետո ոտքի կանգնել է ծափահարությունները
դա որոշակի քաղաքական կուլտուրայի մաս է եւ ես այդ ամեն ինչը նորմալ եմ համարում։ Եթե մենք համարում ենք, որ Միացյալ Նահանգները ունի նույնպիսի ժողովրդավարություն, ինչ Հայաստանի Հանրապետությունը, այո, ուրեմն մենք ունենք այդպիսի, ինչ Հյուսիսային Կորեան, ապա ուրեմն Միացյալ Նահանգներն էլ կարելի է Հյուսիսային Կորեա անվանել, որովհետև այնտեղ իրենց նախագահին ամեն 3 րոպեն մեկ կամ 4 նախադասությունը մեկ կանգնում են եւ ծափահարում են։ Պարզապես Միացյալ Նահանգներում տեսնում ենք, պարոն Հարությունյան, որ երբ որ խոսույթ է օգտագործվում եւ ոչ եթերային, ոչ զարգացած հասարակություններին բնորոշ, մի կողմին կոշտ մեթոդներով բերման են ենթարկում, իսկ մյուս կողմին, որ օրինակ ազգային ժողովի նախագահն է, որևէ բան չի պատահում։ Միացյալ Նահանգներում նման բան տեսնում եք դուք։ Ես այդ հարցին կանադառնամ հետեւյալ կերպ, իրավական գնահատական է տրվում իրավապահ համակարգից ցանկացած երևույթի եւ ըստ այդ երևույթի տրամաբանության իրավապահները գործում են, այդտեղ գործադիր իշխանությունը անելիք չունի կամ անելիք ունի այն առումով, երբ անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։ Խնդրում եմ ժողովրդավարական արժեքները կարևորող անձի պաշտոնյայի հեղափոխություն իրականացրած անձի տեսանկյունից պատասխանել։ Ինչպես է դա ստացվում, որ օրենքը ընտրողաբար է գործում։ Եթե կոնկրետ օրինակներ բերեք, ես կոնկրետ օրինակներ կպատասխանեմ առաջին ձեր հարցին կոնկրետ օրինակներ չբերեցիք, խնդրում եմ հիմա սրան բերեք։ Խնդրեմ։ Չէ, ես նշեցի։ Չէ, ուզում եմ կոնկրետ օրինակներով։ Առաջինի հետ կապված նշեցի առնվազն երկու դեպք, պարոն Փաշինյանի։ Այո, բայց ասեցիք ամբողջ օրը դրանով ասում։ Ես ասեցի օրեր են լինում, շատ կարևոր է։ Այդ օրեր էլ չեն լինում։ Ես հիմա խնդրում եմ կոնկրետ օրինակներով ասել այս հարցի համատեքստը։ Լինում օրինակ, երբ որ ազգային ժողովի նախագահը գրառում է կատարում, բլոգերներին վիրավորում է։ Կոնկրետ։ Անկախ նրանից, թե օրինակ ես ինչ վերաբերմունք ունեմ այդ կոնկրետ ասեք ինչ ասել։ Իմս համար բարդ է նման խոսույթը կրկնել, բայց օրինակ երբ որ ասում է շան լակոտներ եւ դրան ի պատասխան բլոգերների կողմից լինում է օրինակ կոշտ պատասխան կրկին վիրավորական դա եղել է ի պատասխան հայհոյանքների եւ ես չեմ կարծում որ այն սեռական բնույթի հայհոյանքները որոնք տրվել են ձեր կողմից մատնանշված բլոգերների կողմից եւ Շան Լակոտը դրանք պետք է դնել նույն հարթության վրա իհարկե մենք մաքսիմալը պետք է անենք որպեսզի զերծ մնանք նաեւ Շան Լակոտ ասելուց Պարզապես վարչապետն ասում էր, որ սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ, բոլորը 3 միլիոն վարչապետեր են եւ տեսնում ենք, որ ԱԱՑ-ն գնում է եւ բիրտ ուժ կիրառելով։ Ինչ կապ ունի ձեր ասած, սիրում են բոլորիդ ԱԱՑ-ի գործողությունների հետ։ Ո՞րն է նպատակը։ Ես գիտեք ԱԱՑ-ին ուղարկել, օրինակ, թեկուզ եթե խնդրահարույց է, հայ եթերում հնչած միտքը, ԱԱՑ-ն էլ ուրիշ անելիք չունի այս երկրում։ Հարգելի Նարեկ, ես սիրում եմ կոնկրետություն։ Դե ես հիմա կոնկրետ հարց եմ ես չեմ սիրում, երբ որ կամ չեմ սիրում ոչ թե չեմ սիրում, այլ իհարկե ձեր ոճն է դա, բայց ընկնել գնալ 2018-ից սկսած ինչ որ մեջբերումներ անել այլ կոնտեքստներից եւ այլ իրավիճակներ, չեմ կարծում, որ ես սիրել չսիրելու մասին չեմ ասում։ Ինչ կապ ուներ սիրելու մասին ձեր ասածը օրինակ ԱԱՑ-ի գործողությունների հետ։ Որտեւ եթե սիրում ես, խոնարհվում ես եւ ամեն դեպքում քո կողմից սիրված մարդը արել է օրենքի խախտում, պետք է օրինակ հրավիրել, ինչպես օրինակ Ամերիկայում ըստ էության կանեին, ծանուցում կուղարկեին, ասային ներկայացի ԱԱՑ, քնչական եւ այլն, բայց կան քաղաքական խոսույթի որոշակի աստիճաններ որոնք չեմ ասի որոնք չեմ ասի թույլատրելի են, բայց որոշակի սահմանների շրջանակում են։ Այդ թվում նաև Շան Լակոտ ասել է, բայց սեռական բնույթի հայհոյանքների համար ես չգիտեմ իմիջիայլոց համապատասխան անձանց ինչ հոդվածներով եւ ինչ իրավիճակներում են գործողություններ արել իրենց հետ բայց դրանք համարժեք չեն ինչ որ ասում եք։
Իսկ մյուս հարցի մյուս հատվածը պարոն Հարությունյան, ԱԱՑ-ով բերման ենթարկելու այդ տեսարանը ցույց տալու անպայման ասֆալտին փռելու Հարգելի Նարեկ, դրանք իրավապահ համակարգ եւ դատա իրավական համակարգը ինքն է ընտրում այն մեթոդներն ու միջոցները, որով իրականացնում է, դրանք համարժեք են թե չէ, նույնպես դատարանն է տալիս իրավական գնահատական։ Ամեն դեպքում շարունակելով համաժողովի թեման շրջանառվեցին լուրեր, պարոն Հարությունյան, որ կառավարությունից, աշխատակազմից բոլոր կառույցներին գրություն է ուղարկվել եւ պահանջ է դրվել, որ պետք է X թվով մարդկանց ներկայություն ապահովել, դուք կարող եք երաշխավորել, որ նման հրահանգ չի եղել եւ ինչպես են ընտրվել մարդիկ, օրինակ դպրոցի աշակերտ կար, ինչպես են ընտրվել, որ հազարավոր աշակերտներից ինքը պետք է լինի։ Շատ լավ, աշակերտների առումով քանի որ խոսքը եղել է վարչապետի զեկույցը եղել է հայեցակարգային, նպատակահարմար է գտնվել, որպեսզի նրանցից էլ ներկայացում լինի եւ կրթության եւ գիտության նախարարությունը համապատասխան կրիտերիաներով չեմ կարող ասել, ընտրություն է կատարել, եթե չեմ սխալվում, իրենք աշակերտական խորհրդի անդամներ են եղել ԿԳՄՍ-ի, եթե չեմ սխալվում, կարելի է դա ճշտել։ Ինչ վերաբերում է հրահանգներին, եղել է ծանուցում համապատասխան մարմիններին, որ այսպիսի միջոցառում կա եւ արողակարգը ըստ նախարարությունների համամասնության որոշակի քվոտաներ է սահմանել ուրեմն համապատասխան մարմինների եւ գերատեսչությունների համար ներկա գտնվելու այդ միջոցառմանը, որևէ հրահանգ պարտադիր ներկայություն չի եղել, ասեմ ավելին, նույն մեր աշխատակազմից կային աշխատակիցներ, որոնք ասում էին, որ իրենք էլ են ցանկանում անպայման ներկա գտնվել, բայց սահմանափակ քանակի մարդկանց պատճառով դա տեղի չի ունեցել եւ գիտեմ այլ գերատեսչություններից նման ուրեմն արձագանքներ կան։ Վարչապետը միջոցառման ժամանակ խոսեց, որ անհրաժեշտություն կա, որ պետական կառույցները միասնական լինեն, նույնիսկ նվագախմբի օրինակով բերեց, որ հավաքված են տաղանդավոր երաժիշտներ, բայց միասին կարողանում են արդյունք ստանալ։ Մենք այս օրերին տեսնում ենք, որ արդեն 5-րդ օրն է Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում հրդեհները հնարավոր չի լինում հանգցնել կամ բավարար քանակով հնարավոր չի լինում աշխատանքները առաջ տանել, երբ խոսում ենք կառույցների կայացման, ինստիտուտների զարգացման մասին, մենք ինչու հիմա ունենք այսպիսի իրավիճակ, որ ինչպիսի իրավիճակ 5-րդ օրն է արդեն հրդեհները հնարավոր չի լինում հանգցնել։ Այս առումով ունենք բաց ներքին գործերի նախարարության հետ կապված ինչ աշխատանք է տարվել ինստիտուտը զարգացնելու միասնական պետական կառույցների համագործակցության առումով, որպեսզի այդպիսի պնդում անեք, ինչպեսին դուք եք անում կայացվածության կամ չկայացվածության հետ կապված, պետք է առնվազն մասնագետները ասեն, արդյոք հնարավոր է դա այդ ժամկետում արել, թե չէ։ Միացյալ Նահանգներից օրինակը բերեցինք, եւս մի օրինակ բերեմ։ Միացյալ Նահանգներում նախորդ տարի Լոս Անջելեսում մի քանի օր պարալիզացվել էր այդ երկրի ամենամեծ քաղաքներից մեկը։ Բայց եկեք համաձայնենք, որ հրդեհի մասշտաբները նույնի չէր, պարոն։ Եվ ինչ գիտեք, ինչ մասշտաբի է։ Ես այդ չեմ համեմատում մասշտաբի հետ։ Ես համեմատում եմ երկրի մասշտաբի հետ։ Ես համեմատում եմ կարողությունների մասշտաբի հետ։ Ես համեմատում եմ ռելիեֆի հետ։ Այս ամեն ինչը դուք գնահատել եք, որ այդպեսի պնդում եք արել, բնականաբար չեք վան։ Եվ կարող է հանգարց մասնագետի հարցնեք եւ մասնագետը ասի այո, պետք է մարեին։ Դուք կարծում եք ամեն ինչ հարթ է գնում, այսինքն խնդիր չկա։ Չէ, կարծում եմ, որ խնդիրներ կան եւ բոլոր մեր ինստիտուտները ունեն որոշակի խնդիրներ։ Մեկը հագեցվածության խնդիր, մյուսը գիտելիք, այսինքն ոչ թե մյուսը, այլ բոլորը գիտելիքի խնդիր, կրթված մակարդակի մասնագետների խնդիր, կրթության որոշակի մակարդակի մասնագետների խնդիր ունեն եւ մենք սա ընդունում ենք եւ եթե մեջբերումներ եք անում վարչապետի ելույթից, վարչապետի ելույթի առանցքային էր, որ մեր բոլոր խնդիրների հիմքում կրթությունն է եւ դրա համար մեր կառավարությունը կրթությանը շատ մեծ ուշադրություն է դարձնում։
Եվ արդեն նշածս հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան 26-ի ընտրություններից հետո։ Պարոն Հարությունյան, չեք կարծում, որ ռեսուրսների ճիշտ կառավարման տեսակետից ընդունելի կլիներ, որ օրինակ ազգային ժողովի ընտրությունները եւ հանրաքվեն նույն օրը անցկացվեր։ Եթե չեմ սխալվում, օրենքը թույլ չի տալիս, որպեսզի սահմանադրական հանրաքվեն եւ խորհրդարանական ընտրությունները միաժամանակ նույն օրը անցնեն։ Եվ դուք ունեք խնդիր ընտրություններով եւս մեկ անգամ իշխանություն ձևավորել, ցույց տալ, որ ունեք հանրային մեծ աջակցություն եւ նոր դրանից հետո անցկացնեք սահմանադրական։ Հարցը լավ չհասկացա, այսինքն ոնց ունեք խնդիր։ Ցանկացած քաղաքական ուժ, որը եթե գոյություն ունի եւ քաղաքական դաշտում շնչում է, ապա խորհրդարանական ընտրությունները այն միջոցառումն են, որով ինքը պետք է ցույց տա ինքը կենսունակ է քաղաքական դաշտում, թե չէ։ Եվ հետևաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ներկայում ձևավորել է կառավարությունը եւ համարում է կառավարող ուժ, ձգտել է, որպեսզի ստանա մեր հանրության քվեն եւ նորից ձևավորի կառավարություն։ Նկատի ունեմ, եթե օրինակ մինչ ընտրությունները սահմանադրական հանրաքվե, հա, նախաձեռնվի, դուք ունեք այն վստահությունը, որ հասարակությունը ձեզ լիարժեք վստահություն տվել է սահմանադրությունում փոփոխություններ անելու, թե ոչ, թե դրա համար ուզում եք 26-ից հետո անեք եւս մեկ անգամ։ Հարգելի Նարեկ, դրանք միանգամայն այլ տիպի process-ներ են։ Եվ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժը կամ կառավարությունը մի կերպ է նախապատրաստում, հանրաքվեներին այլ կերպ եւ զուգահեռներ տանել դրանց մեջ կարծում եմ սխալ է եւ խորհրդարանական ընտրությունները կամ ցանկացած ընտրություն կառավարությունների համար հնարավորություն է վերահաստատելու իր մանդատը եւ ֆիքսելու ճիշտ ուղղությամբ է ինքը իրականացրել քաղաքականությունը անցած 5 տարիներին, թե ոչ։ Բայց ինչ եք կարծում, հիմա ունեք հասարակության շրջանում վստահություն, թե ոչ, պարոն։ Ես կարծում եմ, որ ունենք եւ այդ նաեւ տրամադրությամբ գնում ենք խորհրդարանական ընտրությունների հերթական անգամ ստանալու մեր հանրության քվեն։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը բազմաթիվ խոստումներ է տվել հեղափոխությունից սկսած եւ տարբեր նախընտրական շրջաններում, միջև այն, որ պետք է թալանվածը կոպեկ առ կոպեկ հետ վերադարձվի եւ դրանից 2.5 միլիարդ դոլար ամեն տարի բանակին փոխանցվի հզորացնելու համար, միջև այնտեղ, որ դատաիրավական համակարգում պետք է 2.5 միլիարդ ում ասածն է Նիկոլ Փաշինյանի։ Okay. Դա ասել է այո ոչի հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, որը COVID-ով պայմանավորված տեղի ունեցավ, կարծեմ Սյունիքի մարզում էր այդ քարոզարշավը։ Եվ միջև հայտարարել էիք դատաիրավական համակարգում էական փոփոխություններ անելու մասին, վեյթինգ, որ պետք է դատավորները, որոնք եվրոպական դատարանի որոշումներով կբարձվեր, որ սխալ որոշումներ են կայացրել, պետք է հեռացվեին, բայց հետո մենք տեսանք, որ նրանք տեղափոխվեցին սահմանադրական դատարան։ Ինչ եք կարծում տրված եւ լիարժեք չկատարված խոստումներից հետո պետք է էլի կընտրի քաղաքացին ԿՊ-ին թե ոչ, եւ դուք կարող եք նշել 3 հիմնավոր ձեռքբերում, որի համար պետք է ընտրել իշխող կուսակցությանը։ Շատ լավ, առաջի հարցի հետ կապված կարծում եմ, որ մենք վերջին 7 տարիներին շատ բարդ ժամանակաշրջան ենք անցել եւ մենք կունենայինք միանգամայն այլ իրավիճակ, եթե չլիներ 20 թվականի արհավիրքները, մասնավորապես պատերազմը եւ COVID-ը եւ հիմա այլ իրավիճակում մոտեցած կլինենք, բայց այս 5 տարիների ընթացքում կարծում եմ մենք այլ ոլորտներում այլ ձեռքբերումներ ենք ունեցել, որը թույլ է տալիս մեզ մոտենալ ուրեմն առաջիկա 26 թվականի ընտրություններին շատ լուրջ, այսպես ասած, բագաժով եւ պաշարով։ Դատաիրավական համակարգի հետ կապված բազմիցս խոսել ենք սրա մասին։ Այդ գումարների վերադարձի երկու տարբերակ կար։ Հեղափոխությունից հետո հանրության գերակշիռ մեծամասնությունը
պահանջում էր վենդետաներ մեզանից։ Եվ երբեմն լինում է պատմության ընթացքում, երբ որ իշխանությունները տրվում են այդպիսի հույզերի եւ իրականացնում են վենդետաներ, այդ թվում նաեւ ոչ օրենքով սահմանված, ապօրինի ձեռք բերված գույքի խլում եւ այլն։ Մենք չգնացինք այդ ճանապարհով եւ նախընտրեցինք օրենքի եւ օրենսդրության փոփոխությունների տրամաբանության մեջ իրականացնել դա։ Այո, դա երկար տևեց, բայց հիմա կարծում եմ, որ մասնավորապես ապօրինի գույքի ձեռքբերման գործընթացը բավականին լավ ընթացք ունի եւ կարծում եմ, որ այդ ինստիտուտը բավականին կայացած է, ինչ շնորհիվ մեր գործընկերների, մասնավորապես նաեւ Արդարադատության ներկայիս նախարարի շնորհիվ, եւ այդ թափանիվը այլևս հնարավոր չի կանգնեցնել եւ մենք նաեւ 2026-ին ուրեմն մոտենում ենք այս տրամաբանությամբ եւ այս առաջարկով, որ խնդրում ենք մեր հանրությունից քվե այդ process-ը շարունակելու համար եւ իր նպատակին հասցնելու համար։ Ես կարծում եմ, որ մեր իշխանության նաեւ խնդիրներից մեկը այս ընթացքում եղել է այն, որ մենք այս խնդրի վրա չափից դուրս մեծ ուշադրություն ենք մենք ինքներս հրավիրել, ինչը շեղել է մեզ այլ կարևոր ուղղությունները զարգացնելուց։ Հիմա 3 ամենահիմնական ձեռքբերումներից մեկը։ Ես կարծում եմ, որ մենք շեշտակի փոփոխություն ենք իրականացրել կրթական համակարգում եւ մենք առաջիկա տարիներին դրա արդյունքը կտեսնենք եւ դրա իհարկե կուլմինացիան կլինի ակադեմիական քաղաքը եւ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի զարգացումը։ Կարծում եմ, որ հանրակրթության ոլորտում հիմնական բարեփոխումներ իրականացված են եւ հիմա իմպլեմենտացիայի փուլը պետք է տեղի ունենա։ Մենք լուրջ ձեռքբերում ունենք տնտեսության ոլորտում։ Տնտեսական աճը, որը ունենք, դրա լավագույն ցուցիչն է եւ դա արդյունք է նրա, որ մենք ըստ էության վերացրել ենք հովանավորչությունը մեր տնտեսության մեջ եւ տնտեսությունը ազատ է զարգանում։ Շատ քիչ երկրներ կան աշխարհում, որ վերջին 8 տարիներին ունեցել են այնպիսի տնտեսական աճ, որը հիմա ունենք։ Ես կարծում եմ, որ մենք բավականին շատ եւ արդյունավետ գործողություններ ենք իրականացրել իրավապահ համակարգի բարեփոխման մեջ եւ այսպես կարող եմ թվել, որի արդյունքները եւ ինստիտուցիոնալ զարգացումը հիմա մենք տեսնում ենք։ Պարոն Հարությունյան, իրավապահ համակարգում, ընդհանրապես դատաիրավական ոլորտում բարեփոխումները ըստ ձեզ եւ ներողություն եմ խնդրում ձեր ասած դատավորների մասով եւ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ հարց տվեցիք, բավականին շատ դատավորներ փոխվել են այս ընթացքում, 8 տարվա ընթացքում, տոկոսները հիմա չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ բավականին մեծ տոկոս է կազմում փոփոխված դատավորների թիվը, ինչը նաեւ ըստ էության ոչ ուղղակի վեթինգ է, բայց վեթինգի պես մի բան է։ Պարզապես կներեք, էլի ինչպես է փոխվել դատաիրավական համակարգը, որ միայն սովորական քաղաքացիների կամ ընդդիմադիրների գրառումներն են դառնում իրավապահների համար ուսումնասիրության, գործեր հարուցելու առիթ պատճառ, իսկ քպականներինը, իշխանական էլիտայինը չի դառնում։ Օրինակ մամուլը, որ նայում ենք, տեսնում ենք ինչ որ մի տարեց քաղաքացի լրատվամիջոցի հրապարակման տակ գրառում է գրել եւ օրինակ 73-ամյա քաղաքացի իրավապահները գնացել են հետևից։ Ազգային ժողովի քպական падգամավորն ասում է ականջներդ կկտրեմ, լավ եմ անում, որ սպառնում եմ, բայց զրո արձագանք իրավապահների կողմից։ Սա է։ Նախ ես այդպիսի օրինակներ չգիտեմ, որ մի մեկնաբանության համար որևէ մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել կամ բերման է ենթարկվել։ Չգիտեք, ես ասացի կամ գործեր հարցում կամ ուսումնասիրության առիթ են դառնում։ Այդպես չասացիք, ասացիք մի մեկնաբանության համար տարեց 70 իմիջիայլոց այդ օրինակը ինձ խնդրում եմ ուղարկեք էլի հետո այդ մարդը, այդ 73-ամյա,
Ես նման օրինակներ չգիտեմ եւ եթե նման օրինակներ չկան, ուրեմն ձեր համեմատությունները տեղին չեն։ Չէ, կան, գոյություն ունեն Պարոն Հարությունյան նման օրինակներ։ Բայց ինչպես է ստացվում, որ քպականների հայտարարությունները իրավապահների մոտ կողմից անհրաժեշտ երբ որ անընդհատ ասում եք քպականների նկատմամբ որոշակի բարեհաճ ուրեմն վերաբերմունք կա, ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել թե իշխանությունից եւ թե որոշակի առնչություն ունեցող մարդկանց վերաբերյալ ԿՊ-ի, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնցից մի մասը ուրեմն համապատասխան վայրերում են գտնվում եւ մասնավորապես օրինակ նույն Էջմիածնի ընտրությունների հետ կապված ԿՊ անդամ մի դպրոցի տնօրեն, որը նաև ՀԿ ունի եւ իսկ խմբակցության ղեկավարը, որ ազգային ժողովում ասում է ականջներդ կկտրեմ, դա ինչի խմբակցության ղեկավարը այդպիսի հայտարարություն չի արել։ Ինչպես չի արել, պարոն Հարությունյան։ Քարտուղարի մասին եք։ Ներողություն, քարտուղարի, շնորհակալություն, որ ուղեցիք։ Գիտեք, շատ լավ է, որ դուք արձանագրեցիք, դա ինչու դա չի իրավական գնահատական արժանանում։ Գնահատականի մեկնաբանության հարց է այստեղ, երբ որ մենք քաղաքական գործիչների ես արդեն պատասխանեցի այս հարցին են տրամաբանության, որ քաղաքական գործիչների որոշակի քաղաքական գործիչների հետ կապված որոշակի այսպես մակարդակներ կան, երբ որ նույն Շանլակոտի հետ կապված Շանլակոտը կարող է մի ձև մեկնաբանվել, բայց սեռական բնույթի հայտարարությունը այլ կերպ։ Ինչն է մեկնաբանության հիմքում ԿՊ-ական լինելը։ Ոչ։ Նույն սեռական հայհոյանքները կարծում եմ մեկ տեսակի ուրեմն վերաբերմունքի պետք է արժանանան իրավապահների կողմից, Շանլակոտը մեկ այլ։ Տեսեք, ավելի ակնառու օրինակ բերեմ, պարոն Հարությունյան, այդ մարդը արդեն հանգուցյալ է, մահացել է, բայց նա հարցազրույց էր տվել, Մասիսի բնակիչ էր, եւ իր ձեռնափայտը թափարելով ասել էր սրանով պետք է հարվածել Նիկոլ Փաշինյանին։ Գործ հարուցվեց, դատական նիստեր նշանակվեցին, հիմա այդ դատերը կասեցվել են նրա վաճառում, բայց ինչու է ձեր թիմակիցը, որ էլի սպառնում է ականջ կտրել երկրի ղեկավարի նկատմամբ որոշակի ոտնձգություններ իրականացնելու սպառնալիքները էլի կարծում եմ, որ նույն կերպ չպետք է մեկնաբանվեն իրավապահների կողմից։ Այսինքն պետք է գործեր չհարուցվեն, թե պետք է հարուցվեն։ Տարբեր պետք է լինի, պետք է հարուցվեն կամ առնվազն գնահատական տրվի։ Դուք խնդիր տեսաք, որ այդ դեպքով գործ է հարուցվել։ Կարծում եմ, որ մեր քաղաքական համակարգի զարգացվածության կամ դատաիրավական համակարգի զարգացվածության հետագա փուլերը ցույց կտան, որ բոլոր տեսակի նման իրավիճակներում գնահատականները ավելի պատշաճ կլինեն։ Պարոն Հարությունյան, ընդդիմությունը քննադատում է, մեղադրում է ձեզ, նշում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մատնացույց են անում Բաղդադ arczepiskopos Գալստանյանի գործով անցնող միակ կնոջ կալանավորված Լիդիա Մանտաշյանին, որի նկատմամբ առավել խիստ խափանման միջոց է ընտրվել, քան օրինակ այդ շարժման ղեկավար հոգևորականի, սա ինչպես կմեկնաբանեք եւ ասում են, որ պարզապես այդ կնոջը չի ներվում այն, որ նա գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա է իրականացրել ու Նիկոլ Փաշինյանի պատկերով ինչ որ խրտվիլակի է ցուցադրել։ Գիտեք, ես զերծ եմ մնում մեկնաբանելու այն խոսույթները, որոնք սկսում են ասումենով։ Եվ կարծում եմ, որ հիմա կա դատական process եւ նման իրավիճակներ մեկնաբանությունները անելը երբեմն դուք եք ձեր գրառումներում կամ հարցերում կամ ռեպորտաժներում ասում, որ գործադիր իշխանության կողմից այս կամ այն հայտարարությունը որոշակի ուղղորդում է։ Հիմա կա դատական process եւ կա իրավական համակարգի գործողություններ եւ ցանկացած նման իրավիճակում որևէ մեկնաբանություն տալը կարծում եմ սխալ է, բայց Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ, որովհետեւ այդ մարդիկ, ում մասին դուք նշում եք, անցնում են որոշակի գործերով եւ դատախազությունը եւ քննչական մարմինները հրապարակել են համապատասխան
եւ ձայնագրություններ եւ փաստեր, որոնց հիման վրա այդ քրեական գործերը հարուցվել են եւ ըստ էության գնահատական է տրվել նրանց գործողությունների։ Իսկ հարակից այդ մեկնաբանությունները թե ինչ որ մեկի նկատմամբ ավելի խիստ, ավելի բան, որովհետեւ քաղաքական ինչ որ շոու է արել կամ գործողություն է արել, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք այդպիսի դատա իրավական համակարգ չունենք։ Արտաքին թեմաներին գանք պարոն Հարությունյան, ինչ Եվ Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն քաղբանտարկյալներ։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է եւ որի մասին բազմաթիվ միջազգային կառույցներ փաստում են այն վարկանիշները, որոնք տալիս են։ Եվ ժողովրդավարության զարգացման աստիճանի վերաբերյալ եւ մամուլի ազատության աստիճանի վերաբերյալ ոչ ժողովրդավարական պետություններում գոյություն ունի մամուլի կամ համացանցի այն ազատությունը, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Գալով հայ-ադրբեջանական հարաբերություններին խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից նորություն կա թե ոչ, պարոն Հարությունյան։ Մենք այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք, բայց ժամկետներ չկան ֆիքսված, դա երբ տեղի կունենա։ Իսկ նախաստորագրումից հետո չունենալ ժամկետներ, սա արդյոք դանդաղ չէ գործընթաց։ Ոչ, կա գործընթաց, մեր արտաքին գերատեսչական մարմինները եւ անվտանգության խորհուրդ եւ համապատասխան մարմինները աշխատանքներ են տանում իրենց գործընկերների հետ, կան շփումներ եւ ես կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո այդ շփումները իրենց արդյունք կտան։ Պարոն Հարությունյան, տեսեք, հիմա ըստ էության ունենք անորոշ իրավիճակ այն առումով, որ չգիտենք թե երբ վերջնական կստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ դրան զուգահեռ ունենք նախաստորագրված կետերի խախտում, մասնավորապես առաջին հոդվածում, որ արտգործնախարարության կայքում է հրապարակված պայմանագիրը, նշված է, որ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը, բայց Ալիևը հայկական ինքնիշխան տարածքների հետ կապված ադրբեջանական անվանումներ է պարբերաբար տալիս եւ այդ պետությունը ֆինանսավորում է հասարակական կազմակերպությունների, որոնք պետք է գտնեն մեր տարածքների այսպես կոչված ճակերտավոր ադրբեջանական լինելու մասին գիտական հետքեր։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Եթե պատմության նայենք, պատերազմը շատ մեծ ցնցում է ցանկացած երկրի կյանքում եւ ցանկացած երկու երկրների կյանքում, որոնք գտնվում են պատերազմի մեջ։ Եվ խաղաղությանը գալը շատ բարդ եւ ուրեմն ծանր process է։ Եվ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը ըստ էության իրենց անկախության ժամանակահատվածում չեն ապրել առանց պատերազմի։ Այսինքն իրենք եղել են անընդհատ պատերազմի մեջ։ Եվ հիմա թե իշխանությունների համար եւ թե հասարակությունների համար շատ կտրուկ շրջադարձ եւ ամբողջական շրջադարձ խաղաղության դժվար է լինում եւ դա ոչ միայն մեր պատմությամբ է ապացուցվում, դա ապացուցվում է եւ օրինակ Ֆինլանդիայի եւ ԽՍՀՄ պատմությամբ, դա ապացուցվում է եւ Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի պատմությամբ, որոնք նույնպես ունեցել են պատերազմական իրավիճակներ։ Այսինքն այդ երևույթները որոշակի հետ ցնցումներ են, որոնք այո ցանկալի չեն որ կան, բայց կարող են եւ լինել։ Եվ մենք պետք է շատ հանգիստ, հանդարտ առաջ գնանք այս խաղաղության գործընթացում։ Լրագրողները եւ հասարակությունը այո անընդհատ բարձրացնում են խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրման հարցը, բայց ըստ էության մենք ապրում ենք խաղաղության պայմաններում եւ կարծում եմ, որ յուրաքանչյուրը ներսում, այդ թվում նաեւ Ադրբեջանում պետք է ջանք գործադրեն, որպեսզի այդ խաղաղությունը լինի հարատև։ Գնեք այդ ձեր ասած խաղաղության պայմաններում ադրբեջանական պետական դպրոցում կա դասապրոցես, որի ընթացքում բռնում են պայմանական հայի, զենքը պահում են գլխին եւ ասում են կրկնի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես կարծում եմ, որ նախ ես այդ տեսանյութին ծանոթ չեմ եւ չգիտեմ ինչ ժամանակահատվածում է եղել այդ տեսանյութը,
բայց ելի եմ ասում, որ հասարակությունները եւ պետությունները ապրել են 35 տարի պատերազմական իրավիճակում եւ շրջել ամբողջությամբ մեկ օրում կամ մեկ ամսում կամ նույնիսկ մի քանի տարում հասարակություններ եւ պետություններ դեպի խաղաղություն շատ դժվար է։ Բայց կարծում եք առաջընթաց լինելու է։ Արդեն առաջընթացը շատ մեծ է եւ ինչպես անընդհատ մենք նշում ենք, շուրջ 2 տարի հիմա արդեն կլռանա, որ մենք ճունենք զոհեր սահմանին, ըստ էության օգոստոսի 8-ից հետո խաղաղ հանգիստ վիճակ է սահմաններին եւ դա ապացույցն է նրան, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Պարոն Հարությունյան, Ադրբեջանի տարածքով բեռների տեղափոխման գործընթացը շարունակվելու է, թե այս 1-2 փորձով գործընթացը կասեցվեց։ Հիմա կան էլի ապրանքներ, որ կգան այդ տարածքով։ Ես տեղեկացված չեմ, բայց կարծում եմ, որ շարունակությունը կլինի, որովհետեւ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով նման հայտարարություններ արել է եւ դա շարունակական բնույթ կկրի, այնպես ինչպես մենք ենք հայտարարում, որ հիմա արդեն մենք պատրաստ ենք կարճ ժամանակում, ժամերի ընթացքում բացել սահմանը Ադրբեջանից, Թուրքիայից բեռների համար դեպի Ադրբեջան։ Ազդակներ կան, կարծեք թե հրապարակավ անարձագանք են մնացել Նիկոլ Փաշինյանի այդ առաջարկները։ Գիտեք, քաղաքական հայտարարությունները արվում են եւ որոշակի կյանք են ունենում եւ նյութականացվում են X փուլում, X պայմաններում, դա կարող է տևել շաբաթներ, կարող է տևել օրեր, կարող է տևել ամիսներ, բայց դրանք նյութականանում են եւ դրանք չեն կարճ նյութականանալ։ Եվ քանի որ եկանք բեռնափոխադրումներին, հայ-ամերիկյան ընկերության ձևավորումը ինչ փուլում է, պարոն Հարությունյան։ Հիմա քննարկումներ կան ամերիկացի մեր գործընկերների հետ եւ կարծում եմ, որ մոտ ժամանակներում կլինեն արդյունքներ, կձևավորվի այդ ընկերությունը, վերջին շրջանում այդ քննարկումները ավելի ինտենսիվ են եւ մենք արդյունք կունենանք։ Հիմա որոշակի բան չեմ կարող ասել, որովհետեւ բանակցությունների փուլ է հիմա։ Հայաստանի մասնակցության չափը հայտնի է ինչ։ Հիմա բանակցությունների փուլ է։ Այսինքն հնարավոր է 50% չլինի, թե 50%-ի շուրջ է։ Հիմա բանակցությունների փուլ է։ Տարբերակներն ինչ է իմասին են, պարոն Հարությունյան։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Չէ, ես հարցնում եմ, բանակցում եք ինչի շուրջ, որ ընկերության 50%-ն է լինելու Հայաստանի։ Եթե բանակցությունն է, ուրեմն տարբեր տարբերակներ են բանակցում եւ երբ որ արդյունքները լինի, դուք կիմանաք դրա մասին։ Եվ պարոն Հարությունյան, դուք ղեկավարում եք Հայաստանում կայանալիք եվրոպական գագաթնաժողովի անցկացման Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Եվ ինչ փուլում է հիմա աշխատանքները, հայտնի է, որ նաև պետք է հրավեր լիներ Ադրբեջանի, Թուրքիայի նախագահներին, դուք ունեք այդ հրավերների հետ կապված մասնակցություն, թե ԱԳՆ-ին է եւ եթե ունեք տեղեկություններ, արդեն պաշտոնապես դիմել են այդ պետություններին, թե ոչ։ Պաշտոնապես որպես այդպիսի նամակներ դեռ ղեկավարներին չեն գնացել, ոչ պաշտոնական խողովակներով արտաքին քաղաքական գերատեսչությունը աշխատում է եվրոպական քաղաքական համայնքի մասնակից պետությունների ղեկավարներին Հայաստան հրավիրելու ուղղությամբ։ Մենք հիմա իհարկե նախապատրաստական փուլում ենք եւ առաջիկայում նաեւ ավելի ինտենսիվ կսկսենք աշխատել այդ ուղղությամբ, դեռ 5 ամիս ունենք։ Եվ ինչ ակնկալիքներ ունի Հայաստան այս միջոցառումից։ Դա շատ մեծ եւ տարբերվող իրադարձություն է Հայաստանի Հանրապետության համար։ Սա ըստ էության գնահատական է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գործունեությանը վերջին 5 տարիներին, որովհետև արևելաեվրոպական շատ քիչ երկրների է հաջողվել ստանալ իրավունք նման իրադարձությունը իր երկրում կազմակերպելու համար եւ կարծում եմ, որ միանշանակ է, որ մայիսից հետո արտաքին քաղաքական դերակատարությունը եւ կշիռը Հայաստանի Հանրապետության զգալի կմեծանա, այն բանից հետո երբ մենք հաջողությամբ այդ գագաթնաժողովը հյուրընկալենք Հայաստանի Հանրապետությունում եւ համայնքի համար, քաղաքական եվրոպական քաղաքական համայնքի համար ընդունում են որոշակի որոշումներ։
Շնորհակալություն, պարոն Հարությունյան, Շնորհակալ եմ։ հարցազրույցի համար։ Հույս ունեմ, որ ձեր այս գործելավոճը լրատվամիջոցների հետ աշխատելու կշարունակվի եւ առաջիկայում եւս այլ թեմաներով հարցեր ուղղելու հնարավորություն Իմ կունենանք։ գործելավոճը միշտ այդպեսին է եղել, բաց, թափանցիկ, ծանրաբեռնվածության համապատասխան, երբ եղել է հնարավորություն այդ շփումը եղել է։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հարգելի դիտողներ, հիշեցնեմ Ֆակտոր TV-ի զրուցակիցը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էր։